Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակելու է վճիռը անցած ընտրությունների վերաբերյալ։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը եւ մեր հյուրը Արման Պետրոսյանը կփորձենք ամփոփել անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Պատերազմների մասնակից եւ պատերազմների մասնագետ Արման Պետրոսյանը։ Երկրորդը մի քիչ Արմանը համեստություն կանի, բայց հաշվի առնելով թե ինչ խորը հետազոտություններ անում այսօրվա պատերազմների հետ կապված, այդ մասնագետը կարելի է գրել առանց շակերտների։ Այս շաբաթվա գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու այսօր, ցավոք մեր եթերից հետո, բայց կարելի է ենթադրել թե ինչ է լինելու, Սահմանադրական դատարանը վճիռը կայացնելու, թե ուրեմն ճանաչում է ընտրությունների արդյունքները, թե խախտումներն այնքան էին, որ պետքա չեղարկվեն եւ այլն, շատ ուրեմն լավատեսական բաներ կան, որ չեղարկվելու են, վերանայվելու են արդյունքները, նոր ընտրություններ են տեղի ունենալու, բայց ես ճիշտն ասած չեմ հավատում դրան, դա գրեթե բացառվում է, որովհետև Սահմանադրական դատարանը կարծում եմ, որ չունի այնքան անկախություն եւ ուրեմն, չգիտեմ, արդարամտություն կամ պետականամետություն, որ այդպես լրջորեն քննարկի, եւ եթե այդպես լիներ, Նիկոլ Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում ամեն գնով այնպես չէր անի, որ իր վերահսկողությունը հաստատի Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Իմ կարծիքով ակնհայտ է, որ եւ այդ քննարկումներն էլ դա ցույց էին տալիս, օրինակ ասենք Սեդա Սաֆարյանի քաղաքական գնահատականները, քաղաքական հարցադրումները եւ այլն, հայտարարությունները, որ Սահմանադրական դատարանի վճիռը կանխատեսելի է ու դա նաեւ մեր պետության ավանդույթի մեջ է մտնում, որ միակ դեպքը, որ Սահմանադրական դատարանը մի քիչ դուրս է եկել իշխանության վերահսկողությունից, դա Գագիկ Հարությունյանի հռչակած այդ վստահության հանրաքվեն էր, որը ուրեմն Սահմանադրական դատարանը վճիռ կայացրեց, որ թեև ընտրությունները տեղի են ունեցել եւ այլն, բայց պետքա մի տարվա ընթացքում կազմակերպել վստահության հանրաքվեն։ Իհարկե չեղավ, հիշում եք։ Իհարկե չեղավ, հետո WikiLeaks-ից իմացանք, որ իշխանությունը անասելի ճնշումներ է գործադրել դատավորների նկատմամբ, այդտեղ բաներ կային, որ չգիտեմ հիշում եք թե չէ, որ դատավորները գնացել դեսպանի մոտ լացել էին աղիողորմ, որ մեզ ճնշում են, բայց իմ կարծիքով այլևս WikiLeaks-էլ չի լինի, որովհետև արևմտամետ ճակերտավոր Նիկոլ Փաշինյանը դժվար արտահոսքերի ենթարկվի էլի։ Այդ արևմտամետից առաջ մի 10 ճակերտ է, հետո մի 10 ճակերտ է, որովհետև ճակերտից հետո ճակերտ եւ հետո էլ ճակերտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը այնքան է խաղում եւ արևմտամետություն եւ ռուսամետություն, ռուսամոլություն, որ իրապես հնարավոր էլ չի ասել թե ինքը ինչ է։ Բայց հիշում ես մեր անցյալ հաղորդմանը խոսեցինք Էդգարի հետ, թե այս Սահմանադրական դատարանը իրականում օրենքի ինչ խախտումներով է կազմվել եւ հիշում ենք, որ 20 թվականին Նիկոլ Փաշինյանը վազում էր Սահմանադրական հանրաքվեեր ուզում անցկացնել, հենց հանրաքվեեր ուզում անցկացնել Սահմանադրության փոփոխություններով գետ մի հոդվածով, այսինքն Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման հետ կապված էր։ Դրանից հետո եւ դրանից առաջ էլ ոչ մի հանրաքվե չի անցկացվել, չնայած եղել են խիստ կարեւոր իրադարձություններ եւ ցնցումներ մեր պետության պատմության մեջ կամ կյանքում, բայց ամեն դեպքում ես օրինակ մի տպավորություն եմ ստացել այս Սահմանադրական դատարանում տեղի ունեցածից, որ առավելագույնը ինչին տենչում է ընդդիմությունը, դա որ ԲՀԿ-ին մի 5 մանդատ հասնի։ Ոչ իշխանափոխություն, ոչ իշխանություն, ոչ նույնիսկ ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկում կամ թեկուզ վերաքվեարկություն, առավելագույնը ինչը որ այսօր դրած է ընդդիմության ցանկությունների իսկ ուտեղին, դա ԲԿ-ի 5 մանդատն է։ Ընդհանուր պետք է նաև ասենք, որ եթե ԿՀ-ի դիմաց եւ ՍԴ-ի դիմաց ցույցեր ակցիաների տեղի ունենում, այնտեղ ընդդիմության առաջնորդները չկային։ Ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, իրանք չկային։
ինչի համար էր պայքարում այնտեղ հավաքված ժողովուրդը, ես չեմ կարող ասել։ Հիմա դրանց է կարելի ենթադրել, Արման դուք այր։ Ես կայի։ Դուք Արմանը կար։ Այ ընդդիմության առաջնորդ։ Ընդդիմության առաջնորդ չենք, ուղղակի մի հատ այդ թեմային անդրադառնամ։ Այդտեղ անգամ падգամավորների տեխնացուները չկային բոլորը։ Ինչի մասն է խոսում, եթե դու ուզում ես հաջողես, գոնե քո падգամավորի տեխնացուները բոլորը պետքա լինեն, այսինքն դրան գաղափարապես մասը չեն կազմել այդ ամեն ինչի, որ ներկա չեն եղել։ Կամ գնում ես ԿՀ-ի դեմը, հետո սահմանադրականի դեմը անուն ինչ ես դնում, իմանալով, որ այդ պրոիշխանական է, մեկը գիտես, որ ինքը քո օգտին ինչ որ լուծում, որոշում չի կայացնելու։ Դրանից հետո, եթե դու չես դուրս գալու բողոքես, դուրս չես գալու պայքարի, կներեք, դառնում է իրանց օրակարգի մեջ ես մտնում ու սպասարկում ես իրանց օրակարգը։ Ուրիշ տարբերակ, ուրիշ վերնագիր չկա դրան։ Դա էլ մեծ հաշվով նշանակում է, որ այսինքն ավելի ամրապ, ոչ թե նշանակում, այդ ոչ թե այդպես ասենք, այլ ավելի ամրապնդում այն տեսակետը, որ ընդդիմությունը իրական չի պատրաստում վերցնել իշխանությունը, տարբեր գուցե պատճառներով, գուցե չգիտեմ, հարմար չի, գուցե չեմ պատկերացնում լուծումը եւ այլն, բայց իմ կարծիքով այդտեղ հիմնական բանը այն է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ, էլի որ իշխանությունը տա ընդդիմությանը եւ Նիկոլ Փաշինյանը լիովին համապատասխանում է այդ բանին։ Դա է պատճառը, որ օրինակ եթե այսպես նայենք ամբողջ սպեկտրին ընդդիմադիր դաշտի, կտեսնենք, որ ռուսամետ ուժերն են իրար հետ մրցում, իրարից ձայն փախցնում, իրարից ինչ անում, բայց արևմտամետ ուժեր չկան, որ Նիկոլ Փաշինյանի չկային այն թեզերը, որ պետք է գնանք Եվրոպա, չգիտեմ, արևմուտք եւ այլն, որ ցույց տային օրինակ այդ թեզերի սնանկությունը կամ ասին, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի տանում կամ այս գործիքները կան տանելու եւ այլն, կար Արամ Զավենիչը, երևի թե չգիտեմ, Սասնա-Ծռերին հաշվենք, արևմտամետը չհաշվենք։ Դե իրենք ձախողվեցին էլի Գյումրու ընտրություններում խայտարակ պարտություն կրեցին էլ իմաստավորներ։ Եվ այդ հենց դա ցույց է տալի, որ տոն տալիս է Հայաստանում նաև Ռուսաստանը։ Դե իրականում եթե վերադառնանք մեր թեզին, որ ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել, ես Facebook-յան մի գրառում արեցի այն մասին, որ այսպես մեծ աղմուկ անհաստ կարողված է բարեգործության արգելքը, որ ընտրաշավի քարոզարշավի ընթացքում իբր պետք է գործեր, ընդդիմությունը այդպես էլ չբարձրացրեց, այսպես նոմինալ ընդդիմություն, հա, նրանք ովքեր վիճարկում էին համազգական դատարանում այս ընտրությունների լեգիտիմությունը, այդպես էլ չբարձրացեցին իմ քայլը հիմնադրամի կողմից անարգել անխոչնդոտ եւ անընդհատ բարեգործություն անելու փաստը։ Միայն Դանիել Իոնիսյանն Աննա Հակոբյանի հետ դատարանում դատվում է հարցով եւ հակընդդեմ հայցել կա իհարկե, բայց հիշում ենք ինչքան մարդ հենց բարեգործության հետ կապված ձերբակալվել, ազատազրկվել, պարզվել, հետո պարզվել է իհարկե, որ ասենք այդ մարդիկ քաղաքականության հետ կապ չունեն, այդ մարդիկ բարեգործություն էին անում մինչև էտել եւ հետո էլ, հա, եւ ընդհանրապես ասենք բարեգործության օբյեկտը կամ շահառուները ընտրական իրավունք չունեցող մարդիկ են եւ այլն, բայց իմ քայլի հետ կապված ոչ մի խոսք չկա։ Բացարձակ։ Ինչու։ Ես իմ բացատրություններն ունեմ այստեղ, որ երևի որովհետեւ ենթադրություններ, հա, որովհետեւ երևի ասենք այդ դիմադիր ցուցակներում ընդգրկված լիքը մարդ տարբեր ժամանակներում իմ քայլին չասեմների վերություն, հա, մուծվել են այս կամ այն նկատառումներից ելնելով եւ պարզվել է, որ մուծվել են նվիրատուներ են ամեն դեպքում այդ հիմնադրամի եւ այստեղ գալիս է մի այսպես երևույթ, որ չկա իշխանությունից հստակ տարանջատված եւ մեկուսացված ընդդիմություն Հայաստանում եւ երբեք չի եղել։ Միակ ընդդիմությունը, որ երբևէ մեկուսացված է եղել իշխանությունից, դա ՀՀՇ-ն է եղել 90 թվականին, հա, իշխանության մաս չի կազմել եւ երբևէ իշխանություն չի եղել։
90 թվականին Գերագույն խորհրդում չի եղել։ ՀՀՇ-ն իշխանություն չէր։ Հետո դառավ իշխանություն, էլի։ 90 թվականին 90 թվականին, հա։ Իրենք արդեն Գերագույն խորհրդի բանի ժամանակ տեղեր որ ազատվում էին, հա, ընտրվում էին իրենք մենակ։ Այո։ Հետո արդեն 90 թվականի երբ ընտրություններ եղան։ 90-ին փոխվեց վիճակը։ Հա։ Բայց այդ միակ ընդդիմությունն է եղել, որ իշխանությունից կատարելապես մեկուսացված է եղել իմ կարծիքով։ Իսկ չի եղել իշխանության հետ ինչ որ հարաբերություններ ունեցող էլի։ Կարող է եւ սխալվում։ Ես այդպես եթե ես եմ սխալվում, ուրեմն ընդհանրապես չենք ունեցել այդպես ընդդիմություն, որ գիտենք։ Հա դու այդքան երիտասարդ ես, հա, մեզնից։ Ես մի հատ փաստ հետաքրքիր ասեմ, որ իմ քայլը հիմնադրամը արդեն իր հավաքած միջոցներով գերազանցել է Հայաստան համայնքական հիմնադրամի բյուջեն։ Վստահության մասին է խոսում, էլ այդ Այո, շատ ուժեղ վստահություն կա։ Այս շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը, որը տարբեր թևեր կապում են այս որոշման հետ, այդ Հայաստանի քաղաքացիների մի մասին ընտրության իրավունքից զրկելու որոշումներ, որը այսպես հապճեպ ընդունված որոշում էր, արագացված ուրեմն ընթացակարգով ու կարելի ասել հրատապ եւ անհետաձգելի, ուրեմն ազգային ժողովի վերջին որոշումներ արդեն այս նախորդ ազգային ժողովի վերջին որոշումներ, որը փաստորեն արդեն մտավ ուժի մեջ, ըստ այդ նախագահ պետք է ստորագրի։ Հա, դե բայց արագ ստորագրի։ Արագ ստորագրի իհարկե։ Պետք է իհարկե կստորագրի։ Ուրեմն այս բանով, օրենքով 183 օր Հայաստանից բացակայել։ Երկարացրեցին, փոխեցին 2 տարվա մեջ մի տարի պետք է Հայաստանում ապրած լինի, այսպես սկզբից ոնց է մի բանով վախացնում են, հետո մի քիչ թույլատնում են, ներկայացնում են որպես մեծ այսպես ողորմություն կամ ողորմածություն, 2 տարվա մեջ պետք է մի տարի Հայաստանում ապրած լինի ընտրողը, բայց դա ես օրենքը պետք է, այսինքն նախագիծը պետք է հակասահմանադրական ճանաչվի այն իմաստով, որ ընտրության իրավունքի սկզբնաղբյուրը, որ քաղաքացիությունն է, սահմանություն այլ բան, այլ սահմանափակում չի նախատեսում։ Հիմա ընկերներից մեկը Facebook-ում համեմատություն արեց, որ պետական դավաճանության հոդվածով դատապարտված նստած քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը ունի ընտրության իրավունք եւ կարող է ընտրել, հա, իսկ ասենք ուսումնառության մեկնած երիտասարդը կամ երկարատև գործողման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը նաև կարող է նաև հարկեր վճարում Հայաստանում, չնայած այդ համեմատությունը չեմ ուզում անեմ, ինքը զրկվում է այս օրինագծով, զրկվում է ընտրելու իրավունքից, որը հակասահմանադրական եւ հակաբնական ընդհանրապես սահմանափակում է, ինքը չի բխում որևէ տրամաբանությունից։ Դե բխում է ավետիք։ Հիմա եթե վերադառնանք արևմտյան եւ եվրոպական եւ արևմտյան արժեքներին, կարող եմ հիշեցնել Մոլդովայի ընտրությունները, երբ 400-ից ավել ընտրատեղամաս էր բացված ամբողջ Եվրոպայով եւ Մոլդովայի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեին արտասահմանում բացված տեղամասերում գնալ ընտրությանը մասնակցել։ Այդ տեղամասերից մենակ մեկն էր Ռուսաստանում, պատկերացնում եք, չէ՞, մի հատ Մոսկվայում մի հատ ընտրատեղամաս են բացել եւ այդ ընտրությունների արդյունքների վերլուծությունից էլ հետո պարզ դարձավ, որ այդ արտասահմանյան տեղամասերում քվեարկողների 99%-ը մայասանդուին էին քվեարկել, վճռորոշ դեր, հա։ Հիմա մենք այստեղ ունենք լրիվ հակառակ պատկեր, այսինքն արտասահմանում ոչ թե արտասահմանում ապրող, այլ 2 տարվա մեջ մի տարուց ավել արտասահմանում գտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զրկում են ընտրական իրավունքից։ Այնտեղ ընտրելու հնարավորություն են ստեղծում։ Այստեղ ընտրական իրավունքից զրկում են։ Ես էլ քեզ արևմուտք գնացող նախ այս կոնտեքստում ես ուզում եմ անդրադառնամ այդ բանին, որ տարբերություն անցած տարվա հետ կապված, որ քանի մարդ է եկել Հայաստան ընտրությունների ժամանակահատվածում, եղել է 2000-ը,
դա Արծուկ Մինասյանի կարծում հարցումից է པարզ դառնում։ Արծուկ Մինասյան չէ։ Անդիմությունը կարծեմ հենց Հայաստան դաշինքը միջնորդություն էր ներկայացել սահմանական դատարան, որպեսզի ԱԱՑ-ից ստանան եւ ԱԱՑ-ից ստացել էին տարբերություններ եղել։ Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 20-ը դրանով այդ հիբրիդային պատերազմի, չգիտեմ ինչի միֆը, որ 100,000 մարդ գալու է քվեարկելու է եւ այլն, դա հոդս ցնդես, դա իրականում հնարավոր էլ չէր այդպես անել, բայց վախացնել հնարավոր է եւ արեցին։ Քեզ վախացրեցին դրանով։ Չէ, դե մի քիչ ուրիշ բան եմ ուզում ասեմ, կապված այդ քարոզչական թեզերի ու այդ նախընտրական քարոզչական օրերի հետ կապված իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչ էր անում, հրապարակում էր մի նյութ կամ ձայնագրություն, այդ պայթեցնում էր համացանցը, վերջում պարզում էր, որ այդ սուտ է, չկա նման բան, ու ընդդիմության սխալը կանում էր նրանում, որ էդի չէր կարող ինքը բարձրաձայներ ասեր, տեսեք, խափում են սրանք։ Այսինքն առաջինը ով ինչ ասում էր, կապ չունի ճիշտ է թե սխալ, այդ ազդում էր հանրության վրա, ինչի արդյունքում էլ համ մասնակցությունը շատ եղավ, որի համար պայքարում էր ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանը չանցներ, համ էլ մարդիկ այդ գեղձիկները, ձեր ասած չակերտավոր գեղձիկները տեսան, գնացին նորից ձեն տվեցին իշխող ուժին։ Կաշառք, պատերազմ, 2-3 նախադասություն արտահայտությունով նորից վերընտրվեց։ Ես ուզում եմ այս թեմայի վերաբերյալ երկու կարևոր դիտարկում անել։ Ուրեմն առաջինը ունի իր մեջ որոշակի տրամաբանություն, այն իմաստով, որ ասենք Ռուսաստանում ապրող հայերը կամ չգիտեմ Ուզբեկստանում ապրող հայերը կամ Ֆրանսիայում ապրող հայերը կարան գան եւ որոշեն Հայաստանի քաղաքականությունը։ Ու այդ երկհաղաքացիության բանով պետք է ինչ-որ սահմանափակումներ լինեն, որտեղ ասենք մարդը պահում է քաղաքացիություն, հարկ չի վճարում, բանակում չի ծառայում, չի ապրում Հայաստանում, բայց որոշում է Հայաստանի ապագան։ Դա արդար չի ինչ-որ իմաստով, էլի։ Ես լրիվ հակառակ կարծիք եմ, որ նույնիսկ քաղաքացիություն չունեցող, բայց սփյուռքը պետք է ներգրաված եւ մասնակցի։ Լոգիկայով որ գնանք նույն հաջողությամբ պետք է ասենք ում IQ-ն չի բավականացնում, ինքը երկրի ճակատագիրը պետք է չորոշի, ուտե միանգամից ուրիշ իշխանություն կունենա։ Ով ընտրական օրենսգրքի տարական բաներին չի տիրապետում, ինչի պիտի գա ընտրի օրինակ։ Նաեւ ես համաձայն եմ։ Ով ընտրական իրավունքի եւ ընտրական պարտականություններին չի տիրապետում, բայց դա պետք է արվի, այստեղ ինչն է սխալը, որ դա արվում է գաղտագողի, անում է հրատապ, արվում է առանց հանրային քննարկման։ Միհացած տարբերակ եւ արվում է հստակ ակնհայտ քաղաքական նպատակ։ Օրինակով հանրապետության նախագահային պապին չի ճանաչում, ինքը ընտրելու իրավունք չունի։ Հա, նկարացույց են տալի, հա։ Մարդիկ մեջերում է ասում մասնակցելու մեկ էլ ԿՊ-ի կեսը։ Հա։ Որտեղ են իսկ էստել չի ճանաչում, հա։ Մյուս կողմից էլ, բայց սա նոր բան չի, նորություն չի մեր այսպես ասենք պետության ավանդույթում ժամանակին կար բաներ, որ դեսպանատներում մարդիկ գնում քվեարկում էին, բոլոր դեսպանատներում լինում էին բաներ, ընտրական տեղամասեր, բայց հետո Ռոբերտ Քոչարյանը փակեց այդ հնարավորությունը մենայն դիվանագետների համար թողնելով, որովհետև 2003 թվականի ընտրություններն են կարծեմ, դա ծնված էր, չէ՞, ժամանակ։ Ահա։ Գլենդելում, չգիտեմ որտեղ ինչ-որ ցույցեր էին տեղի ունենում եւ այլն եւ ուրեմն դրանից հետո որոշվեց, որ ավելի լավ է դուք չմասնակցեք։ Շարժ փորձանքից հետ հեռու չմասնակցեք ընտրությունների։ Նո ամեն դեպքում սա այնպիսի հարց է, որ նույնիսկ գուցե հանրակրվեի պետք է դրվեր կամ ինչ-որ քննարկումներ լինեին եւ այլն, ոչ թե մի խումբ կոճակ սեղմողներ, որ երբեք ինքնուրույն կարծիք չեն արտահայտում, միշտ արտահայտում են SMS-ով գրված ինչ-որ բաների, այսպես ճարտար լեզվով բացում են SMS-ների բովանդակությունը, այլ ուրեմն պետք է ինչ-որ բան լիներ, քննարկումներ, թե ինչա մեզ պետք։ Այստեղ իհարկե գործ ունենք նաև 2015 թվականի սահմանադրական խայտարակ փոփոխությունների եւ ընդհանրապես խայտարակ գործընթացի հետևանքների հետ, որով եւ այդ սահմանադրության անկատարության հետ, որովհետեւ բարձ է դառնում, որ ասենք սահմանադրություն մի բանագրած սահմանադրությունում, բայց օրենքներ կան, որոնք կարող են
ասենք սահմանության մեջ գրածը ջր են կոպիտ ասած, հա, քան իրենք ավելի վեր են սահմանությունից, հակառակը պետք է լինի։ Սահմանադրություն հենց այդպես էլ կոչվում է սահմանադրություն, որտեղ ինքը սահմանումներ է տալիս։ Չի կարող սահմանումներ տվող փաստաթուղթը ստորադասվի քաղաքական կմահաճույք արտահայտող օրենքներին։ Օրենքները այսօր գիտեն, քաղաքական կմահաճույք են արտահայտում, ոչ այլ ինչ։ Այս նույն էս ընտրական իրավունքի սահմանափակումը իրականում արտահայտում, հստակ արտահայտում է քաղաքական կմահաճույք։ Այսօրվա քաղաքական ուժի քաղաքական կմահաճույքը ընդունվել է միայն իրանց ձայներով։ Միայն իրանք են ներկա եղել այդ օրենքի քննարկմանը, քվեարկմանը եւ այլն եւ այլն։ Եվ չմոռանանք էլ մի բան, որ գործադիրն է եղել այս արտահերթ նիստի նախաձեռնողը։ Եթե չեմ սխալվում, Լենինի միտքն է, որ օրենքները ապահովում են իշխող դասակարգի դիկտատորան։ Օրենքները նրա համար են, որ ապահովեն իշխող դասակարգի դիկտատորան։ Բոլոր ինչ որ մեկնել օրենքը համատել էր Սարդոստայնի հետ։ Բոլոր թույլ ես ճանճը Սարդոստայնի մեջ իշխող ուժի բանի համար։ Ուղղակի կան հավասարակշռման մեխանիզմներ, կան ինչ որ այլ ինստիտուտներ եւ այլն, ինչ որ տեղերում, ինչպեսին Հայաստանն է, որ այն անցած անգամ ես առաջարկեցի, որ կոչենք Երևանի խանություն, Երևանի խանությունում ամեն ինչ որոշում է Երևանի խանը։ Հիմա Երևանի խանը Նիկոլ Փաշինյանն է, ինքը որոշում է, որ այսպես պետք է ապրենք։ Ու հակառակ ինստիտուտ չկա, որ ասի, որ չէ, դա մեր ինչ որ ավանդույթին կամ բանին հակասում է։ Խանը այդ Իրանի մեկ էլ Մոնղոլիայի կողմերն է տանում, ավելի լավ ասենք B-ը։ B-ը։ Այդ ավելի երևի ճշգրիտ այսօրվա իրականությունը ավելի ճշգրիտ դե բայց ավանդույթով Երևանի B-ի չի եղել, դե համար B-ի չեմ ասում։ Այդ ավանդույթը, հա։ Ինքնիշխան B-ը։ Բեյությունը չէ։ Ինչ շատ ինչ որ ամբռնած բոսիկ օգտագործել ինքնիշխան բառը, այո։ Այս շաբաթվա մյուս ուրեմն հետաքրքիր իրադարձությունները վերաբերում են բանակին, մասնավորապես ուրեմն մենք իմացանք, որ գնդապետ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է եւ կալանավորվել։ Հա, եւ կալանավորվել, ու այսպես շատ լուրջ մեղադրանքով բանի գաղտնի տեղեկությունների, չէ, հրապարակում, թե բան կործանվել է երկիրը դրանից հետո։ Հա։ Ու գնդապետի մասին շատ դրական գրառումներ է իրարել դու, Արմեն ջան, կոչ է իրանում մարդկանց, որ գնան դատարան եւ այլն։ Նախ ճիշտ ասած, ուզում քեզ խնդրեմ, որ պատմես իր մասին, որովհետեւ մենք պատերազմից հետո ճանաչում ենք մենակ հիմնականում նրանց, ովքեր զոհվել են, եւ այն զոհվածներին, ովքեր ունեն թիկունք, ովքեր ունեն, ասենք, բան, ազդեցիկ հայր, մայր, ակտիվ, բան, ու բացի այդ մի քանի անուններից, որ անդադ շրջանառվում են, մենք ուրիշ մարդկանց մասին գրեթե ոչինչ չգիտենք։ Ну, սենց սկսեմ, կարելի ասել բան չեմ գրել Մալոյան Էդիկի մասին, քանի որ 2010-12 թվականից ծառայել եմ իր հետ, ժամկետային զինծառայության ժամանակ, հետո 20 թվականի պատերազմից հետո նորից արդեն որպես գործընկերներ ենք ծառայել։ 2006-7 թվականից ինքը եղել է 5-րդ պաշտպանական շրջանում որպես սպա, մինչև 2020 թվականի պատերազմից հետո 2021 թվականը, երբ Խրամատի վրա այդ սահմանազատման ընթացքում ադրբեջանցի հրամանատարը անհարգալից ձևով ոտքով խփել էր մեր Խրամատում գտնվող զինվորի սաղավարտին, դե Մալոյանն էլ բոյով դրբով առանց զենք, բրիտոմ առել էր ձեռների մեջ, երկու հատ չափալախ էր տվել, բժժել էր այդ հարիվը։ Դա արդեն ադրբեջանցիները հասնում բաժանում են, իրանք էլ են հասկանում, որ ինչ արի իրանց հրամանատար կոչվածը։ Այդ ամեն ինչը ասենց կոծկելու համար բանակի հրամանատարությունը որոշում է, որ Էդիկ Մալոյանին պետք է ծառայությունից ազատեն։ Այդ ժամանակ արդեն այս բնա այսօրվա խորհրդական աշխատող
թիվ մականոնով հենց հրամանատարներ, հա ինքն էր պաշտպանության բանակի հրամանատարը ու 22 թվականից արդեն իրար հետ նույն վարչության կազմում ենք ծառայել մինչև 23 թվականի սեպտեմբերյան վերջի մարտերը Արցախում տեղի ունեցած սեպտեմբերի 23-ին ինքնադուրս եկել Արցախից մի 7-8 օր հետո էլ ես եմ արդեն դուրս եկել, էլ որ անելու բան չկար Արցախում, էլի, ով կար մեր տեղը սաղ արել էր արդեն։ Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կան երկու գնդապետներ, ով ունի մարտական փայլուն ուղի անցած, որ ազգի դավաճանի հոդվածին հավասար հոդվածով այսօր գտնվում է կալանավայրում, ու կա մի փառապանց գնդապետ, ով չունի ոչ մի մարտական ուղի ու պատերազմներ անցած երկրում ինքը ասել է գնդապետի կոչման, ազգային պետական հետազոտական եւ ազգային հետազոտությունների հետազոտությունների ինստիտուտի պետ է նշանակվել։ Խոսքը Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ում հազարավոր շնորհավորանքներ է գնում, փառավոր գնդապետ, հեսա ըստ պաշտոնի դրան գնդապետի կոչում էլ գեներալի կոչում էլ հասնում, որ ինչ են անում դրանով, համակարգված 2020 թվականի պարտությունից հետո արժե զրկում են կռված սպայի, կռված զինվորականի դերն ու դերակատարությունը, որ ասում եք հերոսներին չգիտեն կամ մահացածների մասին կսկտուր ինչ-որ բաներ գիտենք են էլ Facebook-ներից, այդ հետևողական հիբրիդային քաղաքականությունն է վարվում, որ ոչ մեկ չարժևորվի, այլ արժե զրկվեն, գերիներին հերոսացնում են, բոլորին հերոսի պիտակ են կպցնում։ Հերոսը հարկատուն է դառնում, ոչ թե էլ չգիտես այդ կռված տղենով մտել է հակառակորդի թիկունք փրթե դուրս է եկել, ով տարածք ազատագրել, ով այդ տարածքի համար մինչև վերջ կանգնա բայտի, ինչ է։ Ամենավառ դեպքերից մեկն էլ մի 10 ասեմ ինչ է դա, ինքը մեղավոր է, կենթանի մնալու մեջ է մեղավոր, մեր երկիրը բում պատերազմի ժամանակ պարտություն չի կրել, մեր երկիրը պարտությունը կրել է, այդ պատերազմից հետո, այդ մենթալ պատերազմ են ասում դրան, որ հիբրիդային սենց տեղեկատվական բումերի մեջ մեր ժողովուրդը կամազուրկ է դառնում, ամուլ է դառնում, ինքը էլ պայքարելու ունակ չի։ Ինչ լինում է, մենք թույլ ենք, մենք այն Ալեն Սիմոնյանը ոնց ասում, եթե մենք մեզ խելոք պահենք, ցեղասպանությունը չշահարկենք, Թուրքիան մեզ բան չի անի։ Այն ոնց էր միջնադարում, որ թուրքը գալիս կանգնում էր գյուղի գլխին, կամ մինչև 100 տարի, 200 տարի առաջ գյուղի մեծերը գնում էին, ասում էին ինչ է պետք, ասում էր ցորեն է պետք, ոսկի է պետք, գարի է պետք, մեկ էլ մի քանի կույս աղջիկ է պետք։ Տալիս էին ժամանակավոր գլուխները ազատում էին։ Հիմա էլ էլի ոչ մի կրակոց չկա, բա Ալիևը հիմար չի, հասել այն կետի, որ առանց կորուստ կրելու պարբերաբար ստանում այն ինչը պետք է։ 2020 թվականից նոյեմբերի 25-ից միակողմանի զիջումներ ա քարվաճառով, Գորիսի ճանապարհից սկսած մինչև 22 Արցախը Կիրանցի դեմի 4 էքսկլավները, այդ ամեն ինչը առանց կրակոցի ինքը տեր է դարձել դրան։ Ես Արմեն ջան ինչ-որ չափով քեզ հետ համաձայն եմ, ինչ-որ չափով համաձայն չեմ։ Համաձայն եմ, որ այդ հերոս հակահերոսը հասարակություն ձևավորող բան է, որ ինչպիսին ես ուզում դու տեսնես քո հասարակությունը 20 տարի հետո, 50 տարի հետո, որոշում ես այսօր հերոսներով։ Եվ համաձայն եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը ստի մարմնավորումն է, մարդը, որը բոլորին խաբել է կամ հանրությանը խաբել է, իր կերպարով է դա եղել, կամ մի հատ տեսակետ, որ այո գիտական, ինքը գիտնական, չգիտեմ բան եւ այլն, ես կարծում եմ, որ չի կարա, ես էլ չեմ կիսում, չի կարա գիտնականը սուտ խոսա։ Եթե սուտ է խոսում, արդեն դա գիտնական չի։ Ինքը մանիպուլյատոր է։ Մանիպուլյատոր է, ես էլ Յուվենտուս ֆուտբոլային ակումբի ակադեմիայի հիմնադիրն եմ ուրեմն։
այդ մի մասով, այդ լրիվ 100%-ով համաձայն եմ ու դա արժեքների դեգրադացիայի հետևանք է, այսինքն որ մարդիկ չեն տարբերում ստախոսով, չգիտեմ, անբարոյականությունը ինչա եւ այլն ու կարելի է դա այնպես պատտել, ֆռցնել, չգիտեմ ինչ անել, որ ստախոսը դառնա հերոս եւ բան, այսպես ինչ որ շնորհավորանքների Պարտված երկրում հերոսներին ինչի համար են տալիս։ Պարտությունը, այդ պետական պատկան մարմինները, ովքեր պատասխանատու են, իրանց պատասխանատվությունը կոծկելու համար։ Բայց այնպես չի, որ հաղթած ժամանակ էլ մի այդպես մեր հերոսները շատ ճշմարտությամբ էին տրվում, որտեվ հիմնական, ասենք, մեր ազգային հերոսների ցուցակներում էս այնտեղ մարդիկ կան, որոնք, ասենք, չգիտեմ, ռուսներին քծնելու համար են տվել, փող ունեցել դրա համար են տվել, օրինակ, ասենք, Էռնեկյանին ինչ են տվել ազգային կամ Ռիժկովին, Ռիժկովը ամենախնդալու բանն, ասենք, ինչ կապ ունի ազգային հերոս։ Սովետական միության ժամանակ եղել է ինչ պաշտոնատար Պուտինին տայք ազգային հերոս։ Որ ընդուներ կտային հաստատ կամ բանին Ալլա Պուգաչովային Մեսրոպ Մաշտոցային տվեց, Այս մի կողմն է, բայց երկրորդ մասը ես այդ որ միակողմանի զիջումները դա կապիտուլյացիայի հետևանք արմուջան, այսինքն եթե պետությունը կապիտուլյացիա ստորագրում, կապիտուլյացիան նշանակում է, որ դու հանձնվում ես։ Այսինքն ուրիշ բան է, որ ասենք որ մենք կարենք չստորագրեին կապիտուլյացիա, դեռ չէր եկել այդ պահը կամ եւ այլն, բայց եթե դու կապիտուլյացիա ստորագրում ես, հիմա կարանք ասենք, որ ասենք Գերմանիայի բանը հողերը հանձնում էր բաներին, չէ, եկի գրավել էին կապիտուլյացիան դեմ էին տվել ստորագրել էին, կիսել էին Հայաստանի սուվերեն տարածքը, երբ որ մտան վերցրեցին այդ հողերը գրավել էին իրան։ Չէ, դա չէ։ Դա արդեն չէ։ Խոսքը հենց մեկը դրա մասին էլ է, որ ջերմուկ մտան, Վարդենիս մտան, այդ ամեն ինչը զենքի ուժով վերցրեցին։ Բայց կապիտուլյացիա նշանակում է, որ դու կարող ես ունենաս, ասենք, ինչ որ օրինակ Գերմանիան երկրորդ համաշխարհայինի ավարտին ուներ բաներ, որոնք բաներ չէ, իրենց ղեկավարությունը հույս ուներ, որ կկարողանա Փաստաթուղթը եղել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ զորքերը պետքա կանգնեին այնտեղ, որտեղ կային։ Հիմա դա օրինակ անհասկանալի է, դա ինչ փաստաթուղթ է։ Ասեմ, դա փաստաթուղթ գոյություն չունի։ Դա ինչ որ հայտարարություն է, ինչ որ ցանկությունների էսի ինչ է։ Այն ինչ որ մենք վերագրում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությանը կամ դրա ուժին, դա իրավական ուժ չունեցող տեքստը։ Հիմա գանք մեր քաղաքական դաշտի բան, բայց դա այս 6 տարվա ընթացքում ինձ համար լակմուսի թուղթ է։ Այսինքն մարդուն հարցնում ես, բա ինչ ես անել, գաս իշխանության նոյեմբերի 9-ին ինչ ես անելու, ասում եմ դե ես իմ գանք հետո կերևա ինչ ենք անելու։ Այսինքն ոչ ոք չէր ասում, որ չեղարկելու ենք, չգիտեմ ինչ ենք անելու, ավելին ես մարդ եմ ճանաչում, որ դիմել է վարչական դատարան, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ դա ստորագրելու, ոնց է ստորագրել, վարչական դատարան դա բան չի արել։ Վարույթ չի ընդունել, որ շարից հեռու էլի, չի քննել այդ գործը։ Դե ոնց որ այս կզստելու սատկաստելու եւ մնաց ամեն ինչին ասում են դա քաղաքական հայտարարություն է, սպառնալիքի կոչ չի եւ ատելության խոսք չի մնաց ամեն ինչը, այնտեղ էլ եւ քաղաքական հայտարարություն է եւ վարչական դատարանը չի վերցրել քննելու այդ քաղաքական հայտարարությունը։ Եվ իրականում այո, դա իսկապես քաղաքական հայտարարություն է։ Նոյեմբերի 9-ը դա քաղաքական հայտարարություն է, ոչ այլ ինչ։ Դա ոչ փաստաթուղթ է, ոչ իրավական պարտադիր ուժ ունեցող, ոչ էլ որովհետև պայմաններ այնտեղ չկան։ Դա նման է 94 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրին, որտեղ հրադադարը խախտելու հետ կապված պայմաններ չկային։ Գիտենք, դրանից 2 օր հետո հրադադարը կապված մի հատ բան հիշեցի, պատմեմ։ Ծառայության բերումը, որ Արցախում էի գտնվում, մի օր հերթագրված է, որ պետքա մտնի Արցախի հանրապետության նախագահի մոտ։ Գնացի այդ իմ ժամին, այդ քարտուղարուին ասեց մի քիչ համբերեք, ասում եմ ինչի համար։ Իմ ժամն է, բա չէ ներսը մարդ կա, դե հետաքրքրությունից ելնելով ասի այդ ով է այդ վաժնի կերպարը, որ պետքա սպասեմ։ Բա մի քանի հոգի կան Արցախ հերոսի կոչում են ստանում, ասում եմ ովքեր են, ոչ չեմ ճանաչում։ Եթե քարտուղարուին չի ճանաչում, ով պետքա ստանա։ Հանրությունը որտեղից պետք է արդեն ճանաչի, թե Արցախ հերոսնով է։ 22 թվականներ, ու անունները գիտեմ, ուղղակի պետք չի ասեմ,
խաղության նոխազեն էլի իմաստ չկա։ Հիմա նայեք, այս օրինակ առաջին պատերազմի ժամանակ կար այդ կուսակցական բանը կար էլի, որ օրինակ դաշնակցականները իրենց հերոսների մասին ֆիլմեր էին ստեղծում, բաներ էին անում եւ այլն, հա, կար, ասենք ՀՇ-ական բան, կար ԱԻՄ-ի ջոկատներ եւ այլն, եւ կուսակցությունները իրենց բաներին կար նաեւ հիշում ես կար Սվետանա Պասկալևան, որ ինքն էր գնում էր նվիրալներին են գտնում, այո։ Բայց ինքն էլ, քանի որ Սամվել Բաբայանի հետ շատ մոտ էր, այդպես բաբայանական բանը, այդտեղ բաբայական հերոսներ։ բայա։ Ու կան օրինակ հերոսներ, որոնք մոռացված են, որոնք կադր չունեն, ասենք լեգենդար հերոսներ կան, որ մի հատ դեպք հիշեցի, հեն 2008 թե 2009 թվականներ, կներես Արման ջան, բայց մենք այն ժամանակ ավելի ազնիվ էինք։ Այսինքն այդպիսի բան չկար, որ եկեք սրան հանենք ցուցակից կամ կար, որ ավելացնում էին, ասենք Շուշի, ասենք մեդալներ էին տալիս Շուշին ազատագրելու ավելի շատ էր, քան 20000 հոգի ստացել են, հա։ Հա, չգիտեմ ինչը բան է։ Ոգեշնչման հետ կապված եմ ուզում ասեմ։ 2008 կամ 2009 թվականն էր, որ այն Մատաղիսի դիրքերից մեկը, որ ադրբեջանցի դիվերսանտը մտել 4 հոգի սպանել էր, 4 հոգու վիրավորել էր ու զուգարանում գտնվող մեր զինվորը դուրս էր եկել ու սկսել էր կրակել, այդ վերջի պատրոնն էր կպել, մի պատրոն էր կպել ու սպանել էր դրան ու Սերժ Սարգսյանը գնացել էր Ստեփանավան այդ տղայի տուն, դոմիկի մեջ էին ապրում 25 քառակուսի, մի 16 տարի առաջ եմ այդ հաղորդումը բանակում տեսել, մինչև հիմա տպավորվել է իմ մոտ։ Մի 40 րոպե նստում տնեցիների հետ խոսում, անդես ախ Ստեփանավանցիներն են գալիս, գնում են հերոսություն արել, տղեն գնում են տենան ոգեշնչվեն, Սերժ Սարգսյանը դուրս է գալիս, քաղաքապետին ասում է մարդկանց արագ տուն է տալիս, այսինքն անկախ իմ պատկերացումներն ու վերաբերմունքը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը, այդ ամեն ինչը, այդ կռված տղուն, որ հերոսություն արած զինվորականին ոգեշնչում է, որ ինքը գնահատված է։ Ու արդեն որ 10-12 թվականին ես գնացել եմ որպես ժամկետային զինծառայող, հելել եմ մարտական հերթապահության, առաջինը խրամատում իմ հետ կանգնած ավելի հին պոստավիկը իմ այդ դեպքն է պատմե, որ մի հատ էլ լներ, մենք խփեինք, մեզ էլ տուն տային, մեզ էլ պարգևատրեին ու այդ մոլուցքով այտենց ոգեշնչված մի տարի այտենց տաժանակիր փնտրտուքներից հետո վերջը 12 թվականի օգոստոսի 29-ին քեզ բախտ վիճակվեց, մեկին այտենց միջդիրքային հատվածում թողեցիր։ Կազմակերպեցինք իր հոգեհանգիստը Էլի պարգևատրվեցի Սերժ Սարգսյանի ու Սերյան Օհանյանի կողմից, բայց ճիշտ է, տուն բան չկար։ Կարևորը այդ վերաբերմունքն է։ Հիմա որ այտենց բան լինի, կդատեն այդ մարդկանց։ Մի հատ կրակեն սա առաջ եկող են ոնց էր 21 թվականին Վարդենիսում, որ չկրակելու փաստը ստացվել որ չկրակելու հրաման էր տրված զինվորներին, հատե հանկարծ մեկը կրակեր դատելու էին։ Ու մի կողմից ասում եմ լավ է, որ այդտեղ չեմ եղել, թե չէ էլ չեմ ասում մեր տղեկի շատերը, որ այդտեղ լինեն, դրանք որ տենց ինքնավստահ գալիս են, սաղին փռելու են։ Մի հատ հետաքրքիր օրինաչափություն կա, որ չգիտեմ նկատել եք թե չեք նկատել։ Սահմանի վրա կրակոցները արգելվում են, բայց քաղաքի մեջ ոչ։ Ոչ։ Եվ քաղաքի մեջ ցերեկով պատգամավորներից են Վագն Ալեքսանյանն, կամ Արեն Մկրտչյանը են, Լորվա մարզպետը, ըլնը պարտ 22 ամիսա սահմանին կրակոց չունենք, զինվորի անվտանգություն են իբր ապահովում, սահմանին զոհ չունես, արա 2 տարվա մեջ 82-ից 84 հոգի ոնց որ արդեն ոչ մարտական զոհ։ Ոչ մարտական պայմաններում տված զոհ ունես, ավտովթարներ, ինքնասպանություն, սպանություն, հիվանդություն, զրդեհ։ Էդի քաոս է, էլի, եթե դու ոչ մարտական պայմաններում չես կարող ապահովես այդ զինվորի անվտանգությունը։ Քիչ թիվ չի, մի վաշտուկ ես անձնակազմ արդեն։
Պաշտպանության նախարարության հետ կապված է շաբաթվա մյուս նորությունն էր, որ Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի համալսարանի ինստիտուտն էլ է, չէ՞, Վազգեն Սարգսյանում։ Ռազմավարություն, չէ, դա դրա կազմում չի, բայց ռազմավարություն համալսարան արդեն։ Ես ասի թե հարցրունի համար են սարքել։ Չէ, լավ։ Բայց ճաշարանա պետքա հանդիսավոր բացում անել, հա։ Նու ամեն դեպքում զավեշտ է։ Իհարկե հասկանում ես, որ ճաշարանը կարևոր բան է, մարդիկ հաց են ուտում, մաքուր պետքա լինի, չգիտեմ։ Կարևորը ստամոքսն է, ստամոքսը որ տեղ եղավ։ Բայց դե մյուս կողմից էլ պաշտպանության նախարարը չպիտի էլի գներ եւ բացմանը մասնակցեր, չգիտեմ։ Հանդիսավոր բացմանն է, այսպես զեկույցով, բանով, ամեն ինչով էլի, ոնց որ գլխավոր շտաբի պետը բան զեկուցում է եւ այլն։ Գլխավոր շտաբի պետի հետ կապված է համալիրում, որ մեր տեղական արտադրությունները զենքերը որ ցույց են տալիս, ասենք սա քաղաքացիական հակուսներով կանգնած խոսում են զենքերից, ընդ մի հատ մինամյոտ է տենամ Նիկոլ Փաշինյան, այս ամենամեծ տրամաչափի մինամյոտն է 120 մմ-անոց մի հատ մինամյոտ է դրած, մեկը չկա, ասի հոպար այդ ծյուլպանը դրանից ավելի մեծ է, էլի, որ բան չգիտես, մի խոս է, էլի։ Ու դե քննարկում են, էսի այսքան է թռնում են անում, չեմ պատկերացնում, որ կարևոր է թռնելը, չի արդյունավետությունն է, մեկ էլ այն կողմի վրա մի հատ խեղճ մեկը կայնացած, մոտիկացրի կադը, տենամ այդ մեր գենշտաբի պետն է։ Կամազուրկի նման կանգնել է, ոչ մեկ չի ասում, արի մի հատ ներկայացրա գենշտաբի պետն է։ Կամազուրկին։ Ապա նայում են մեղքս տալիս է։ Լրագրողներն ասում են ի՞նչ կա, ուստա են ադրբեջանցիք չսովածացան գնացին, ասում է դե հայտարարությունը տենց է պետք է տենց եմ արել։ Այդ ժամանակ եթե պետք է դեմ ասել։ Ասել են ՀԿՀ-նես, սենց կասես, արա։ Այդ մարդը իր պաշտոնի համար զինվորի գեներալի ուսադիրները հավասարացնում է հողին։ Այդտեղ այդ հայտարարությունների մեջ այդ շրջանել է ջերմուկի դեպքերի ամենա բանը այն էր, որ ասում կրակել են, ասում պատահմամբ կպել են ճանապարհին։ Այդ հիշում եք այդ բանը։ Այսինքն կրակել են ճանապարհի վրա, որ ասենք բանը նահանջը ջերմուկից գալու հնարավորություն չունի եւ այլն։ Ասում պատահմամբ կպել են ճանապարհին։ Պատահմամբ են Ուրալիներ կպեպ այդ ասենք ամբողջ աշխարհը հակառակն անում թշնամու գործողությունները բանանում գույները մքացնում եւ այլն մեր Արցախից եկել ենք տենց ովքեր կամավոր համաձայնվել են որ գային օգնության 100-ից ավել զինվորականներ են եկել Արցախից հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումներից հելել ենք առաջնագից դե բնագից դրած չէր դրա մասին խոսք չկար էդի Արցախից եկած զորքն արե այս կոմենկոմ հանգարց գենշտաբի պետը գլուխ չգովա որ դաժե այդ ընդունակությունները կարա ունենա չկա տենց բան էդի Արցախից եկած զորքն արե մեկ էլ ելել ենք տենց մարտական հերթապահություն ենք իրականացնում ուզում ենք խրամատ փորենք բանանք բա չի թույլատրվում ով չի թույլատրում բա ադրբեջանցիները չեն թողում այ քեզ բան Արդեն վիճակը պարզեր, իրիկունն եկավ, տենց մութ ընկավ, մեր տղեկին դիրքի անձնակազմին քլունգ լապատկեն վերցեցի, գնաց սկսեցի փորել այդ գաբյոններ կար, դե վերցեցինք հողերով լցրեցինք, մի գիշերվա մեջ մի հատ դիտակեց արկեցինք, որ գոնե կանգնելու տեղ լինի, առաջի կրակոցից չզոհվես, հա, չգնաս էլի անիմաստ, մեռնելուն էլ ձև կա այդ կռվի դաշտում, որ անիմաստ ես մեռնում, այդ իմաստել չկա։ Մի առավոտը բացվավ, էդի տենց դիտակետը կար արդեն, եկան դե ինչ ասեն, ոչ են ասելու քանդի։ Ուզում ենք արդեն խրամուղիներ, բաներ սարքենք, կեսը փորել էինք, այն էլ բան արես, ասեցին շուտ գնացեք հետ արդեն կռվի պետք չեք։ Իրականում ես 23 թվականին հենց նույն ջերմուկի հատվածում գնացել էի վարժական հավաքների ու իմ աշկի առաջ ասենք վերգետնյա կացարան էին սարքում տաշած քարով, բանով ամեն ինչով, թիթեղյա տանիքով, որ այսօր արբանյակային լուսանկարներով քարտեզ նայում ես, լավ երևում են այդ, լավ ունեց հավեսով, մուգ գույնի,
ներկայաց տանիքով վերգիտնյա կացարաններ են ու մոտապես պատկերացնում ենք թե այդ կացարանը ինչա դառնալու այդտեղ մնացող զինվորների համար երբ որ ասենք ադրբեջանցիք որոշեն որ պետք է առաջ գան Տաշած քարն ես ասում, էլի ես վերջերս Facebook-ում հրապարակում էի արել։ Զինուժը գնացել է, իբր բարեփոխումներն են նկարագրում, պատկերավոր։ Մի հատ փող գնդապետ է, այն որ բացատրում է որ աչքով են տեսանելի է որ էս նախկինում էլի, նախկինների վախտ իբր շեշտադրում է այդ ասել են այտենց կասես, այդ խեղճտեղեն մի քիչ չգիտեր որ նախքան բանի հետ այն նախկիների ժամանակ գաբիոն չկար էլի կային խորը խրամատներ նախքին հողի տեղը հիմի քարա գաբիոնների մեջ լցրած ասում փորձակնություն ենք անցկացրեք էլ չէ անցկացրե կրակել են գնդացիրով պահելա վել չի ասում որ մի հատ ու անվտանգ է զինվորի համար այսինքն որ հրետանին մի հատ ծապ տվեց դե այդ քարերը նենց են տանելու զինվորներին ճիշտ է անվտանգ է մեռնելու էլ ցավ չի զգալու մեկը չկա հլնի ասի այ ցավը տանեմ խեք հերնանիցը այդ բանակի խրամատ բառը իրանից ենթադրում է որ պետք է փորված լինի փոսի մեջ լինեն ոչ թե գաբիոններով հանած որ մի հատ սնարյադը խփի այդ սաղ պարկի զինվորի փորած լինի ուղիղ չլինի հա կահավորված հեսա առաջիկայում մի հատ մեծ պրեզենտացիա եմ կազմելու արդեն կազմում եմ այդ խրամատների հետ կապված որ ասենք ինչի համար մի գիշերվա մեջ 54 մարտական դիրք կորցրինք ու 224 զոհ ոնց տվեցինք մի գիշերվա մեջ այտենց ցուցանիշ 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ մի չի եղել այո 298-ը վիրավոր է պատկերացնում ես ինչա 500 հոգուց ավել մի 2 ժամվա մեջ շարքից դուրս են եկել բայց այդ սխալները որ այդ ժամանակ արվել են հիմա էլ են արվում նույն ձևի շարունակում է դրա պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն շրջանաձև պաշտպանության համար կահավորված չէ բայց ասենք թե Սուրեն Պապիկյանն ու պարզա որ Սուրեն Պապիկյանը չի հասկանում ասենք թե տեղակալները չեն հասկանում չգիտեմ բայց չկան բաներ փորձագետներ բանակում որ ասեն ես այդ նույն ձևի ցավոտ պահն է էլի որ տաշած քարով երես պատած խրամատը ես որ տեսա ասի այս գնդի ինժեներական ծառայության պետը ով է ոնց կարա մարդը սարքի ալիքատար որ ցանկացած տեղ այդ խրամատի մեջ անկավ մի հատ ական պայթյունի ալիքը աստուն այդ խրամատի մյուս ծերը չկա որևէ զիգզագ ասենք հասարակ տարական բաներ կան մարդիկ գալիս ասում են որում դա հաստատ նոր բան չի չէ ասենք հաստատ ասենք 1800-ին որ թվից խրամատները ձևն երբ սկսեցին պայթուցի կարգեր իրար որ խրամատները սկսել են այդ ձևով փորվել հա մարդիկ գիտես ինչ ասցին ասին դե էս բարեգործների փողով է սարքած պատկերացնում ես նույն ձևի այդ վերգետնյա քարից կացարանն է բարեգործի փողով սարքած բայց հարցնում լավ էս ոնց է որ գետնափոր կացարանի ելքը դեպի հակառակորդի դիրքերն է հա այդտեղ արդեն մարդիկ չեն կարող բան ասեն որովհետև դա բոլոր բարեգործը հաստատ ասել այդ հաստատ բարեգործը չի որոշել ու հետո հասկանում ես որ գործ ունենք համատարած անգրագիտության հետ տնգետները գնացել են առաջ որովհետև գիտունները տուժել են ինչու մարդ որ ասենք ավարտել է ով հասկանում է բանակում գրեթե չի ծառայում ով հասկանում է գրեթե բանակի հետ կապ չունի որովհետև իրանց վանել են բանակից այո բայց դա մասնագիտություն է չէ շինարարությունը մասնագետները դուրս են վանվել իրականում մասնագետները դուրս են վանվել ասենց պետք է անես էս եմ ուզում նու դա շատ վատ է իհարկե խոսում, որտեվ մեր հասարակության մեջ, մեր պետության մեջ այդ փինաչիությունը շատ տարածված բան է, էլի, բոլոր ոլորտներում ինչ որ փինաչիներ ենք տեսնում, որոնք շինարարության գալը կներես խրամատը որ դիրքը դնում ես մարտական դիրքը նստեղ պետքա դնես որ իր աշխարհագրությունը այնպեսին լինի որ գոնե դիմացը 170 աշճանով ամեն ինչը երևալ թիկունքը չեմ ասում թիկունքը པարզ է քո կողմից է վերահսկվում բայց այդ էլ պետքա կարողանաս գոնե տեսահսկման տեսադիտարկման սարքավորումներով անես կազմակերպես որ 360 աստիճանով արդեն վերահսկվի հիմա տեխնոլոգիաները այնց են զարգացած որ պարտադիր չի գնաս բարձանաս այդ
բարձունքը նոր հասկանաս, թե էս դիտարկվող չի, հսկվող չի, այլ քարտեզների միջոցով ինքը մետր ցույց է տալիս, թե որտեղ կարաս ինչ անես։ Մեր դիրքերը, որ քարտեզը բացում ենք, անես տեղա դրած, մինչև հակառակորդը չի գալիս հասնում քո քթի տակ, դու չես տենում իրան։ Թիկունքով ընես կարա ֆռագա, այդ բունկերները էլ չասեմ, մնենց են սարքե, որ պարզ սենց հակառակորդի դեմն է, իրանք էլ են ծովային հրետանի ունեն, որ դրանց հարվածը ավելի ուժգին է, էլի։ Սենց դիմահար կրակոցով տալու է, տրակցնի մի անգամից։ Այդ բունկերների պատերն հենց է սարքած, ցույց են տվել, դրա համար են խոսում, այլ պետական գաղտնիքի հանրայնացումը հրապարակում այդ բունկերի ներսը նկարելն է, թե քանի սաղավարտ ու զրահ կախած քանի օքու համար, ճաշանը քանի օքու համար է նախատեսված, քնելու տեղը քանի օքու համար։ Էտեն թութու լավան ու են քեսի։ Չէ, որ Պապիկյանը ինքը գովազդային հոլովակ է նկարել, իրականում դա ուսումնասիրել է։ Ամեն ինչը մեջը կա։ Պարզ երևում է այդ իր դիտակետերի պատերի հաստությունը են մեծ դարպասներ է դրած, գիտես էսի ահռելի ինչ է, բայց տենում ես որ արդեն տաքությունից ինքը որ լայն է ավելի շատ, ինքը բան է, դեֆորմացվել է, դա նշան է, որ բարակ թիթեղ է, ու տե մի հատ իրանք ավիացիայով 250 կիլոգրամանոց են Սարբ 83 ու Նեպ 82 ռումբերով որը գցեցին, այդ եղբայրական գերեզման է դառնալու այդ բունկերը, ծակելու է մտնի, այդ էլ մինչև 21 մետր երկաթ բետոնն է ծակում, 30 մետր հողն է ծակում։ Ես ուսումնասիրել եմ այդ գովազդային հոլովակները, որը Պապիկյանը այդ բանից իր ասուլիսից առաջ նկարել գցել էր, երևում է, ինքն էլ ցույց է տալիս։ Հենց իր իսկ հրամանով հաստատված գերատեսչական ընդլայնված ցանկի այդ գաղտնիք պարունակող տեղեկությունների այդպիսի տեղեկություններ էր պարունակում այդ գովազդային հոլովակը։ Հիմա օրինակ այդ ջերմուկի դեպքերից հետո ինչ որ քրեական գործ լսել եք, որ ասենք դիրքի սխալ կահավորման պատճառով կամ սխալ փորման կառուցման, չգիտեմ ոնց է դա կոչվում։ Ցավը տանը մետի հազիվ պատճառ հանդիսացա, որ դա հոկտեմբերի 5-ին էր 6-ին էր Պրահայում, որ ասի Արցախը Ադրբեջանի կազմում է, հազիվ սենց ոնց ասեմ է, Արցախը մեր վզին թոք էր, ու հետո ասում է Ռուսաստանն նենց արեց, որ Արցախը տվեցին բան, Արցախը գնաց դարձավ Ադրբեջանին է։ Մի խոսքով ասում եմ վզներից թոք էր, այն մի խոսքով ասում եմ Ռուսաստանն է մեղավոր տվեցինք, այսինքն որ մեր անկախության համար էդի թոք էր մեր վզին, հենա դարձավ Ռուսաստանը քեզ օգնել արա, որ էդի տվել ես բանին Ադրբեջանին։ Եթե դա այդպես էր։ Ուղղակի այնքան սուտ է խոսացել, մարդիկ չգիտեն դրա խոսքի տրամաբանությունը որն է։ Ուրեմն մեր շաբաթվա մյուս իրադարձությունն այն էր, որ Ալեն Սիմոնյանին ուղարկեցին Թոշեկի, ինքը եկել ազգային ժողովով բանի, ազգային ժողովի նախագահ դառնալու, բայց պարտվել էր ներքին ընտրությունը, իդեպ դա էլ է շատ հետաքրքիր, որ դեռ սահմանադրական դատարանի վճիռ չկա, բայց ԿՊ-ն որոշեց, թե ով պետք է լինի պաշտոններ են բաժանում, այո, ազգային ժողովի նախագահ, եւ Ալեն Սիմոնյանը որոշեց, որ մանդատը չի վերցնելու եւ գնալու է ասած քեզ վաստակած հանգստի։ Սա երկու բան է առաջացնում, մի կողմը ասում է, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենահավատարիմ, ամենաշատ պերաշկի եւ կոկորոս կերած մարդկանց է բանանում, հանում եւ փոխարինում։ Բեսպերերիվ կողը նստած ծանում էր հավասար։ Այո։ Եվ հոգնել է երևի դրանից, այդ դերից։ Նաեւ այլ բաներ էլ կարող են լինել, որովհետև այն բանը, որը փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, ունեցվածքի վերաբաշխումը, դա բերելու է պարզա, որ մարդկանց անհանգստության, պարզա, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքը ունեն մեծ ունեցվածք, իրենք էլ են մտածում, որ մի օր հետո գալու են իրենց տներն էլ հասնեն, ու պարզա, որ այդ մարդկանց համար Ալեն Սիմոնյանը կարող լիներ
վարչապետի լավ տեխնացու, նաև դրսի համար էլ կարող լիներ եւ Ալեն Սիմոյանի ինչպես որ կար այդ խոսակցությունը Արադ Միրզոյանի վերաբերյալ որ նոյեմբերի 9-ից հետո ինչ որ կոնսուլտացիաներ սկսել իբր չգիտեմ չէ նոյեմբերի 9-ից հետո ինքը մի հատ ծեց կերա բայց դրանից հետո կոնսուլտացիա չէ դրանից առաջ էր հետո եղավ ծեցը եւ այդ կոնսուլտացիաները ավարտվեցին այդ արհեստական բաները իրանց միջոցով է ստեղծվում ում ուզում են անջատեն մի անգամից ասում են էսի վարչապետի լավ տեխնացու կարա լինի Նիկոլ Փաշինյանից հետո այտենց Ալենից նման ասում է գալիս է մի օր որ մնում է մի օր այս մեր քաղաքական դաշտը ներկա ու բանակը նույն տրամաբանությամբ են առաջնորդվում ով կամակատարա առաջ են տանում ով սեփական կարծիք ունի Մալոյան Էդիկի նման գնա Վարդաշեն Սենց դրածա տեսակավորել են էլի դու գնա դու մնա ով ենթակայա անլեզու հայվանի նման կատարում ամեն ինչը իրանք մնում են իրանց պաշտոններին ու ասեմ հատկապես բանակում քրեական գործերը մի քանի հոգու մի քանի հատ բարդում են վրեքը չի կարա գնդապետ լինի ու ինչ որ սխալ թույլ տված չլինի այդ մեր ծառայությունն ունենց հա ձևավորված որ սա թղթավորված է փաստաթղթավորված է ինչ որ բայ ինչ որ մի խախտում պետք է անես ուզենա չուզենա մի սխալ անում է ինքը մեծ հաշվով դա միայն բանակի ու քաղաքական համակարգի խնդիրը չի այո դա մեր մտածողության խնդիրն է որ քանի որ մարդը որը վերևում նստած է միշտ մտածում է որ ինքը արժանի չէ դիրքին որ իր գիտելիքները կրթությունը ինքը շատ լավ գիտի չէ ինքը ով է ինչա անում եւ այլն ինքը միշտ փորձում է իրենց ներքև դնի ոչ թե մասնագետների, պրոֆեսիոնալների, այլ հավատարիմների, ընդ որում բոլոր ոլորտներում։ Դա վերաբերում է եւ Երևանի պետական համալսարանին, դա վերաբերում է եւ, չգիտեմ, սպիացած տեղերին, բոլոր տեղերին է վերաբերում, որ հավատարմությունը ամենակարևոր հատկանիշն է։ Դրա համար ու օրինակ ասենք, երբ որ ինչ որ բաներ են ընտրում, ասենք ուսանողը, եւ այդքան հավատարմություն չի, ինչքան լսողը լես, ու խոսակցություն վրան չբերես։ Խարզարշավի ժամանակ հիշում եք, որ ասում էր կեղծ թեզ էին տարածել, որ հանկարծ ընդդիմությունն եկավ իշխանության, Ուկրաինա, Ռուսաստան զորք են ուղարկելու։ Եկեք համեմատականով նայենք, ասում է պատերազմի կուսակցություններ են, ամենաշատ պատերազմն ինքն է բերել Հայաստանի գլխին։ Եվ Ռուսաստանի խնդրանքով կամ պահանջովել արտասահման, հենց Սիրիա ինքն է ուղարկել։ Մենակ Սիրիա չէ, Ղազախստան քիչեն գծիով դեմից Ղազախստանը ընդ այն ժամանակ հապկի կանոնադրության խախտումով եղավ այդ ամեն ինչը իհարկե։ Քիչեն իր վարած քաղաքականության հետևանքով է, որ Արցախից եկած են լավագույն զինվորները, զինվորականները, որ պետք է մտնեն ստեյ բանակը ծառայության աշխատանք չունենալու, չգիտեմ, տուն չունենալու, են սեփական կաշին փրկելու, սեփական ընտանիքի կարիքը հոգալու համար ճարահացյալ գնացել են ընդ պատերազմի, այդ մարդիկ այդ են կարող անեն, փոքրուց մենակ կռվելու ծառայել են սովորել։ Ես արժեքային բանը փոփոխությունը ամենալավը կարող եմ ցույց տալ բառով էլի, որ խելոք բառը մենք հասկանում ենք խելացի իմաստով, բայց իրական խելոքը նշանակում է ուրիշ բան, լսողը նշանակում, հեզը նշանակում։ Ու այդ որ խելոքը նաև ինքը խելքով է, չէ՞ որ հեզը, այսինքն խելք ունի, որ խելոքը բառացի նշանակում է խելքով, գործիական հոլովն է։ Դա նշանակում է, որ ինքը այնքան խելք ունի, որ լսող է։ Ու մեր այս որ ասենք զարմանում ենք որ այսքան բանալում ինչի մի հատ ես իմ ինչերը չեն ձայն հանում մտավորականները ես իմ գեներալները ես իմ ինչերը եւ այլն այդ ամաս որտեվ մենք այդ մեր մեջից առաջ ենք բերել առաջ ենք տարել եւ այլն այն մարդկանց ովքեր բան են հնազանդ են խելոք են լսող են չէ օրինակ ասենք մտավորականներից հետ մեկը գնացել էր այն բանը ինչեր են Քենիայից եկածած են սպորտի վարպետ, փոխգնդապետ, չինգաչունգեր, ինչ է։
Ֆիջի կոնտրակտնիկներով եկել էր ուզում էր Արցախ բերել Արտակի Գնաց է դրա ցուցակ էր մտե ինչի մասն է խոսքը լավ է կեսից ֆայմով դուրս եկավ Ով Լևոն Հարությունյանը Մտավորականությունից ես խոսում Ես համաձայն չեմ որ ինքը մտավորական է ինքը շատ տաղանդավոր մարդ է ինքը շատ լավ դերասան է եւ այլն բայց ես համաձայն չեմ որ ինքը մտավորական է մեկ երկրորդը մարդը սխալվելու իրավունք ունի Դե չասի ասում եմ լավա կեսից որոշեց այն հիշում եք Մակրենք դաշտը նախաձեռնություն կար 2011-12 թվականներն էր որ այս Մանթաշյանցի հիմիկվա տնօրենը որ կա Վահրամը ինչ որ նախաձեռնություն էր կազմակերպել թե դրա մեջ էր ու միացել էր այդ ամեն ինչին Սոս Սարգսյանը ճիշտ արդեն վատառող չէր բաներ բայց տենում ես ինչեր եմ հիշում ոգևորված ինքը մտել էր այդ ամեն ինչի մեջ ու այդ ստյոպիկին բանին եթերով քննարկումների դեբատների ժամանակ չախում էին որ դուք չեք արա այս արժե համակարգը ձևավորողը մենք ենք Ստյոպիկը Սաֆարյան Այն պուճուրը Ես Սոսայքսենից հիշում եմ որ ծառատունկ էր անում էլի տենց ինչ-որ 1 միլիոն ծառեր զում տնկի ես ինչ էր զում անի 10 միլիոնն էլ Նիկոլ Փաշինյանց էր այլ ոչինչ չի հիշում դրա մասին մոռացավ դա Մենք էլ երկար ցուցակ էին գրել թեմաների բայց Հա բայց ոնց որ ավարտեցինք այսքանով մեր մի ժամը լրացավ այո այդ մասին հաջորդ դասը Հա բայց դու ապրես դու շատ լավ հիշողություն ես Բայց մի հատ սպոյլեր անեմ էլի մենք այսօր ուզում ենք նաև խոսենք այս Ավետիսյան փողոցի փակված հատվածի փակված բացված փակված բացված տարած հետ վերած բայց ինձ թվում է որ այս թեման դեռ չի ավարտվել այո հետո որ մի քիչ էլ կսպասենք եւ երևի հաջորդ հաղորդմանը դրա մասին կխոսենք այստեղ հանուն արդարության որ Երևան քաղաքից խոսացիր ասեմ մի կարևոր փաստ պետքա ֆիքսենք արձանագրենք որ Ավինյան Տիգրանը իշխող կառավարության մեջ այդ քաղաքական կերպարներից միակ մարդն է ով գնում է թվայնացման մնացածին որ հարցնես այդ թվայնացումն ինչ է որ առաջինը պետքա մեր բանակը թվայնացվի դրա մասին չէ ինչ է խոսը Ավինյան Տիգրանը որովհետեւ բան է ժառանգականություն ունի այսպես այս ոչ թե ժառանգականություն այլ բագաժ ունի 17 թվականից ինքը մայնինգ ֆերմա է դրել եւ բիտկոյներով է պահում իր հարստությունը դե կապ չունի բայց Երևանում ի՞նչն է թվայնացում դե դեմ ասում եմ Ավինյան Տիգրանը չէ Ավինյան Տիգրանն իր բանը հարստությունը թվայնացրել է սայթի անունը հիմա չեմ հիշում այդ սայթում որ մտնես քանի հազարատ ծառ կա տրանսպորտը ու որտեղից որտեղ պետքա գնա այդ ասֆալտների բաները Yandex-ին է կցած բայց այդ անողին էլ գիտեմ մնացածին էլ գիտեմ մանրամասն տիրապետը եմ բայց որ նեղ փողոցներով 18 մետրանոց ավտոբուսներ են գնում էդին գիտեմ ոչինչ էդի արդեն ես հիշում եմ որ տարամարկանի ժամանակ իբր այդ բանը պետք է մտցնեին որ ավտոբուսները on-line տեսնես ուրա հասա եւ այլն մի քանի տեղերում բերել էին ասած երկու թե մեծ բաներ էին դրել կենտրոնում մի 10 տենց ինչ որ ящикներ էին դրել որի մի կողմը գովազդ էր այդ գովազդը հենց հաջորդ օրը միացրել էին այն մի կողմը պետք է չվացուցակը լիներ այդ չվացուցակը տենց է չմիացին 10 տարի այդ գովազդները պատտվում էին բայց այն չվացուցակը այդպես է չմիացավ այդ կարծում ստեղից մի քիչ բայց վերջերս արդեն կտրեցին անցին ուզում թվայնացնեն որ իրանց վրա չիպեր դնեն իմանան որ դեն ամեն մեկը 15 րոպեն մեկ որտեղ է այդպես զարգանում ենք այո այս հեռախոսները որ կոդերը միացնեն մենակ հավաքարան չի որ կիմանանք այո բոլորիս էլ կիման դե ուրեմն ես պետք չի Տիգրան Ավինյանից բողոքել էլի ինքը վարչապետի լավ տեխնացիա անկախ որ ինքը Ստեփանակերտ թողս թռավ ասում էր համարս եկալ ինչ որ բան էլի մի անգամից ինձ կզարգես քեզ ասել ես էլ տենց որ աչի զախի ցախ հետ են գնացել մեր դիրքն է մնացել մենակ Արասի համբերի ախպեր են կառավարության մարդ է էլի մա զանգեմ եմ ասում աբանեն ուշոլ Այդ քեզ ուղի եթերում չի ասել է բայց Ավետիսյան փողոցի բացել է ուղի եթերում ասում էր էլի Բայց կարող մի հատ փորձենք զանգել այդ համարը Ղարաբաղի համարը չնայած կարա Թիմ Տելեկոմ սարկացնի 6 ամիս ձրի էր որ Արցախից գալիս
Այս դրական նոտայի վրա ավարտենք մեր այո խորագիրը այս շաբաթվա սիրելի հետևորդներ, եթե ուզում եք դիտել մեր տեսանյութերը, հավանեք տեսանյութը, subscribe եղեք, like եկել ենք մի ժամանակաշրջան, որտեղ դրականը Տիգրան Ավինյանն է արդեն։ այո, բայց դու ուզում ես որ նա շուտ հանեն։ Չէ։ Կհանդիպենք մի շաբաթ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Ցտեսություն։